Դեպքը տեղավորնես է 2020 փետրվարի 5-ին երեկոյան 8 ժամին SMS եկավ Բինամսի հետո նույն ժամին նույն վաղտել ինիկու զանգ արեցին ասին որ լինք հայք դուք հաստատել եք ասի իհարկե ոչ ասում ձեր գումար քարտից անկախի գործակիցները որ դուրս է եկել 1.800.000-ի վերածել են $4,500 հետո դրանից մոտորապես հաջորդ օր ամսի 6-ին գնացել են բանկ ասում է դեպք է տեղ ունեցել իրանք ասին դա երրորդ անձ է դաժե Բինամսի լինքն է ցույց տվեցի ասի ոչ Բինամսում կամ ոչ բան չեմ հաստատել մեկ էլ լավ ցույցի քարտեր տարան քարտեր տեղափոխ քարտ վերցեցինք հաշվամար փոխեցինք ու դրանից ամսի 11-ին SMS-ը այդ բանը եկա մոբայլ բանկինգին, որ արդեն գումարս հասել է մինուս 1.800.000-ը։ Դրանից մի քանի հետո նորից արդեն որ արկել բացվավ մոբայլ բանկինգը, մտածեցա արդեն վարկած եվակերպված։ Ու դիմել եմ իհարկե ոչ մի հողում, իհարկե ոչ, դաժե Բինամս այդ կրիպտոն որ ասում են դա ես այդ բանի չկամ դա դաժե չեմ գրանցվել, դաժե անգամ պատկերացում չունեմ։ Որևէ գործողություն չեք արել, որևէ հողում չեք մտել, բանկային որևէ տվյալ եք։ Դաժե այդ կեղծ այդ զերծեց կեղծ ինեկո մոբայլի դաժե անց ցույց տվեցի, ասում են դա մերը չի։ Կեղծ է։ Նույն օր ամսի 6-ին գնացին ոստիկանություն էլ ցույց տվեցին իբան ասում դա կիբեր հանցագործություն է։ Բա լավ ասեցես քննիչը կզանգարի կանչի։ Փետրվար 12-ին 4-ին ամսի ժամը 4-ին քննիչը զանգեց, ասես գնացիք ինեկո բան կենտրոնական քաղաքացիքը բերեք։ Քաղաքացիքը տվել եմ, այնտեղ եսի հարց է տվել նույն բանը ես նրանց պատասխանեցի։ Բա լավ ասի դուժող եմ ասում դուք դուժող եք դա կիբեր հանցագործություն տեղի ունեցել։ Եկավ որ այս ամսի մի երկու օր առաջ քննիչը նորից զանգարեց կանչեց, լրացուցիչ ասեց եկեք ժամը 11-ին կլինեք ինձ մոտ։ Ասի շատ բարի։ Գնաց նույն լրացուցիչի հարցեր տվեց պատասխանեցի, ասեց բայց ինեկու բանկից եթե կարաք պայմանագիր բերեք, ասի ես եթե պայմանագիր չեմ կնքել, չեմ կարող ասի ես չունեմ բան, բա լավ այդքան բան։ Տեսեք, ի տարբերություն մյուս քաղաքացիների, ովքեր հողում են բացել բանկային ինչ-որ տվյալներ են տրամադրել, դուք որևէ գործողություն չեք արել այս պարագայում, չեք բացել։ Իսկ նայեք, 8-9 տարվա մեջ տարածի դեպքն է եղել մոտ։ Այդ ամբողջ իմ հավաքած գումարը ոնց որ ասած գնացել է Բինամսին։ Ու դաժե ինձ հականջի հարցրեց, ինչ որ դուք տես կայքերում, հողումներում դες բան եղել եք, ասի իհարկե ոչ։ Ու հետո դու որ ասին բացել եք վարկերը ձևակերպվել այդ 6 միլիոնը, դա արդեն գնացել են ոնց որ ասած Բինամսից, ոնց որ ասած ինձ ասում է երրորդ անձ, ում եք տրամադրել քարտ, ասի քարտը դաժե իմ մոտ չի եղել, քարտը տունն է եղել, ոչ մի քիչ անշեմ տրամադրել։ Ասում են կամ էլ վեբով արած, սարքվել արել։ Ու անթեթ այդ է բանդում։ Դեպքում էլ իրականացում կամ որևէ տվյալ պետք չէ գրանցել այս։ Դե նայեք, ես բանկ չեմ գնաց, դա on-line է արվել։ Եթե բանկ գնացել եմ, բնականաբար ես կարող եմ պայմանագիր տալ, կամ եթե վեկալատել եք ամբողջ տեմից 6 միլիոն է, ես բնականաբար չէ գնա բանկ կամ ինչ որ կոպիտաժ շարունե։ Հանում այն դեպքում որ երբ դուք Դե բանկ ասում է երրորդ անձ, նույն բանն է, երրորդ անձ, մենք չենք երրորդ անձ, ասում ում վրա է կասկածում, ասի չեմ կարող ինչ մեկի դես տվել, մեկի վրա կասկածը։ Իսկ գոնե ձեր պարագայում սառեցրել են վարկը, եթե մյուս Դե չէ, նայեք, տեսեք ասեմ, մարտից ես վճարում չեմ անում, ոնց որ ասած արդեն տոկոսները գնալու ավելանում է։ Դաժե մի անգամ է, դե երկու անգամ արդեն աշտարակցել էր քաշել։ Ասի լավ, գումարս մի քիչ մնա թողեմ առողջության վերցնեմ, էլ տեսա արդեն գումարս չկա։ Զանգարեցի նույն առողջության բանկ, դե ասում ավտոմատիկով մենք չենք, դա ասում ավտոմատիկով բանկն է քաշել ծրագիրը։